Այս վիդեոն տեղադրելուց հետո լիքը նամակներ էի ստացել, թե այս հրաշք տորտը ինչ եմ սարքել։ Իսկ դուք գիտեք, թե ես ինչքան բարի աղջիկ եմ ու ձեր հետ անպայման պետք է կիսվեի բաղադրատոմսով։ Նախ պատրաստենք ամենահամով եփովի կրեմը, 2 ձվի դեղնուցի ու 1 ամբողջական ձվի վրա կավելացնենք շաքարավազ ու այլուր, իսկ հետո տաքացրած, բայց ոչ եռացրած կաթը։ Կդնենք մարմանդ կրակին, անընդհատ խառնելով, երբ սկսեց եռալ, կվերցնենք կրակից, կավելացնենք կարագ, կխառնենք, որ կարագը հալվի, կփակենք սննդային թաղանթով ու կդնենք սառնարան մի լավ սառելու։ Իսկ հիմա սարքենք էկլերի խմորը։ 1 բաժակ ջրի վրա կավելացնենք մի պտղունց աղ ու բուսայուղ, կդնենք կրակին, հենց սկսեց եռալ, կավելացնենք նույն բաժակով այլուրը։ Սիլիկոնե կամ փայտե գդալով խմորը անընդհատ կխառնենք, մինչ կչորանա ու լավ կհավաքվի, իսկ հետո հատ առ հատ կավելացնենք հավկիթները։ Հարիչով կհարենք ու կստանանք այնպիսի խմոր, որ գդալով վերցնելուց ոչ թե ծորա, այլ կտրվի։ Կձևավորենք մեր փոքրիկ էկլերները ու կուղարկենք նախապես տաքացված ջեռոց։ 15 րոպե 220 աստիճանի տակ կթխենք, իսկ 35 րոպե 190 աստիճանի տակ։ Իսկ հիմա ավարտին հասցնենք մեր կրեմի պատրաստումը։ Սառը սերուցքը վանիլինի հետ կհարենք, մինչ լավ կպնդանա, իսկ հետո գդալ առ գդալ կավելացնենք եփովի մասսան, որը լավ սառել է։ Կստացվի շատ թեթև ու համով կրեմ։ Դե ինչ, էկլերներն ու կրեմը պատրաստ է, իսկ հաջորդ հոլովակում ցույց կտամ, թե ինչ եմ հավաքել տորտը։ Չմոռանաք ինձ հետևել։